Կրկին բարձ սերելի հայրենակիցներ, այսօր արդեն հունիսի 16-ն է, սա թվով մեր երկրորդ հաղորդումն է։ Քիչ առաջ ստացվեց տեղեկություն, որ գլխավոր դատախազությունը միջնորդություն է ներկայացրել կենտրոնական ընտրական հանձնաժողով, որպիսի քրեական հետապնդում հարուցի Ռոբերտ Քոչարյանի, Ասատուր Քոչարյանի եւ Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ եւ թույլատվություն է խնդրում կենտրոնական ընտրական հանձնաժողովից, քանի որ այս անձինք պատգամավոր է տեխնացուներեն թույլտվություն ստանալու համար։ Այդ դիմումը այդ կերպ է մոտավորապես ձևակերպված եւ ամենակարևորը այդտեղից մենք իմանում ենք, որ գլխավոր դատախազությունը քրեական հետապնդում է հարուցում այս անձանց նկատմամբ, որոնցից որ առանցքային գործիչը Ռոբերտ Քոչարյանն է։ Անպայման լայքեք, բաժանորդագրվեք, սիրելի հայրենակիցներ եւ մանրամասն քննարկենք, թե ինչի մասին է խոսքը։ Դեռ երեք ես իմ հաղորդման մեջ գրել էի, այսինքն առաջին էջում YouTube-յան մեր ալիքի հենց նկարի վրա, որ սկսվեց։ Երբ պատկերված էր վիշապը եւ այդ վիշապը կալանավորվում էր հայ իրավապահների կողմից, ճիշտ է, մուլտիպլիկացիոն սցենար է, բայց այն արտահայտում է այսօրվա քաղաքական ռեալիզմը, որը որ ձևավորվում է Հայաստանում։ Փաշինյանի հայտարարությունները ներկայացրել ենք նույնպես, ներկայացրինք, որ Քոչարյանը փորձում էր հեռանալ երկրից եւ իրեն թույլ չէր տրվել, եւ եկանք այն եզրահանգմանը, որ ամենայն հավանականությամբ Քոչարյանը կկալանավորվի։ Եվ ոչ միայն Քոչարյանը, այլ նաեւ Գագիկ Ծառուկյանը, Սամվել Կարապետյանի կարող է կալանավորումը փոխվի, նոր քրեական գործեր հարուցվեն։ Ես կարծում եմ, որ մեր հետևորդների մի մասը կասկածում էր մեր ասածի վրա, քանի որ մենք երկար տարիներ չենք տեսել, որ Հայաստանում խիստ պատիժ կիրառվի այս քաղաքական գործիչների նկատմամբ։ Բայց հետապնդումը միանշանակ քաղաքական չէ, ու հատկապես քաղաքական չէ Ռոբերտ Քոչարյանի եւ Գագիկ Ծառուկյանի պարագայում։ Այնքան փաստեր կան իրենց վրա, ես պատկերացնում եմ, որ դատախազությունը կարող է բազմաթիվ քրեական գործեր հարուցել այս անձանց վրա։ Բայց ինչու մինչև հիմա դա չէր արվում, ինչու է հենց հիմա դա տեղի ունենում, ես երեք խոսել եմ այս մասին, բայց կրկին ցանկանում եմ, որպեսզի մենք այս հարցը քննարկենք եւ հասկանանք, թե ինչ է փոխվել այսօրվա Հայաստանի մեջ։ Իշխանությունները մնացել են նույնը, բայց իրականություն է փոխվել։ Իրականություն է փոխվել թե երկրի ներսում, թե երկրի շուրջ եւ թե արտաքին քաղաքականության մեջ։ Եվ այն միջամտությունը, որը որ տեղի ունեցավ հունիսի 7-ի ընտրությունների ժամանակ, ընտրություններից առաջ եւ տեղի է փաստացի ունենում ընտրություններից նաեւ հետո, դա ստիպում է Հայաստանի իշխանություններին դիմել կոշտ միջոցների։ Պատահական չէ, որ այսօր Հայաստանի ազգային ժողովում քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորները շրջանառության մեջ են դրել օրենքի նախագիծ, որը որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող անձին, որոնք որ Հայաստանում չեն գտնվել վերջին 6 ամիսների ընթացքում, իրավունք չեն ունենալու մասնակցել ընտրություններին։ Ոչ խորհրդարանական ընտրություններին եւ ոչ էլ հանրաքվեներին։ Ես կարծում եմ, որ սա պայմանավորված է այսօրվա իրողություններով։ Նույնիսկ կարծել պետք չէ, ես կարծում եմ, որ շատերն են համոզված, թե ինչով է սա պայմանավորված։ Ճնշում, հակաճնշում։ Եթե Ռուսաստանը դիմում է այսպիսի քայլերի, ապա Հայաստանի իշխանությունների հակաքայլը սա է։ Եթե Քոչարյանը գնում է Ռուսաստան խորհրդատվությունների կամ փորձում է գնալ Ռուսաստան խորհրդատվությունների, տվյալ պարագայում կապ չունի, հնարավոր է ընդհանրապես փորձում էր լքել Հայաստանը, եթե նույնիսկ ինքը հեռանար Հայաստանից, այնտեղից պետք է քաղաքական գործողություններ իրականացնել, քաղաքականություն վարել Հայաստանի նկատմամբ, եւ դա նույնպես անթույլատրելի է։ Այս ամենը հասկանալով, գիտակցելով Հայաստանի իշխանությունները եւ տալով նաեւ հասարակությանը հստակ նախընտրական խոստումներ, դրա համար գլխավոր դատախազությունը քրեական հետապնդում է նախաձեռնել այս անձանց նկատմամբ։ Իմ պատկերացմամբ միանշանակ է, որ այս անգամ Ռոբերտ Քոչարյանը նստելու է, բայց ես չեմ ուզում շտապել,
Ես քաղաքական գնահատականներ եմ տալիս, իրավական գնահատականներ չեմ տալիս, ես իրավաբան չեմ։ Իմ պատկերացմամբ Ռուսաստանի Դաշնությունը կարող է փորձել բանակցել Ռոբերտ Քոչարյանի, Գագիկ Ծառուկյանի, Սամվել Կարապետյանի ճակատագրերի շուրջ, կարող է փորձել սպառնալ, շանտաժի ենթարկել, կարող է փորձել բանակցել, բայց միանշանակ Ռուսաստանի Դաշնության շահն է հետապնդելու, ոչ թե իրենց շահը, ոչ թե այս անձանց է պաշտպանելու, այլ այս անձանցով բանակցելու է Հայաստանի Հանրապետության իշխանությունների հետ։ Բայցերը մեծ են, դրա համար սակայն չեմ ասում։ Բայցերը ավելի գեղեցիկ են հնչում։ Եվ ամենամեծ բայցը այն է, որ Փաշինյանը խոստացել է Հայաստանի հասարակությանը, որ Եռագլուխ կուսակցությանը կպատժի։ Եվ ոչ միայն Փաշինյանն է դա խոստանում, այլ նաև նրա թիմի անդամները։ Եվ եթե հիմա Փաշինյանը հետ կայնի այդ խոստումից եւ բանակցությունների մեջ մտնի Ռուսաստանի իշխանությունների հետ, միանշանակ է, որ Փաշինյանի ռեյտինգը շատ լուրջ նվազելու է։ Շատ լուրջ խնդիրների է բախվելու հենց ինքը Փաշինյանը։ Եթե չգնա գործարքի Ռուսաստանի Դաշնության հետ, սա Ռուսաստանի Դաշնությունը սկսելու է այլ կերպ օգտագործել Հայաստանի նկատմամբ։ Բայց որքան փորձի ճնշել Հայաստանի վրա, այդքան ազատվելու է Հայաստանը Ռուսաստանի կապանքներից։ Սա այլ անհերքելի փաստ է, եւ սա եւս պետք է մենք հասկանանք։ Այն ստահոդ մեդիան, այն ռոպագանդիստական ալիքները, որոնք որ մեշոկներով փող են ստանում Ռուսաստանի Դաշնությունից եւ որոնց լրագրողները պատվերով գործեր են իրականացնում Հայաստանի նկատմամբ, դիվերսիա են իրականացնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ, բաժանելով, պառակտելով, լուրջ խնդիրներ ստեղծելով հասարակության մեջ, այդ մեդիաները պետք է փակվեն։ Այդ մեդիաները կփակվեն։ Ես չեմ ցանկանում բերել կրկին Ալիևի օրինակը, բայց տեսեք թե ինչ կանե Վլադիմիր Պուտինը հարկում Ալիևին։ Ինչու է հարկում? Որովհետև բոլորս գիտենք, թե ինչպես Ալիևը պատասխանեց Պուտինին, անձամբ Պուտինին եւ Ռուսաստանի քաղաքականությանը։ Բոլորս գիտենք, որ Ադրբեջանում չկան ռուսական կուսակցություններ, չկան ռուս քաղաքական գործիչներ։ Ադրբեջանական սփյուռքը Ռուսաստանում բավականին սուս է եւ նույնիսկ խնդիրներ ունենում Ռուսաստանի Դաշնության իշխանությունների կողմից, քանի որ իրենք պաշտպանում են Ադրբեջանը եւ Ադրբեջանի իշխանություններին։ Եվ մենք հայերս միանշանակ, որպեսզի ունենանք անկախություն եւ ինքնիշխանություն եւ հեռու մնանք Սպիտակ Թուրքի քաղաքականությունից, Թուրքիայի հետ մեր ճակատագրով բանակցող ռուսի քաղաքականությունից, նաեւ Ադրբեջանի հետ բանակցող ռուսի քաղաքականությունից, մենք պետք է դիմենք այսպիսի կարևոր քայլերի։ Եվ պատահական չէ, որ հենց այսօր քիչ առաջ Հայաստանի խորհրդարանում Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետություն քրեական օլիգարխիայի վերացման գործընթացը սկսվել է, կշարունակվի մինչև դրա ավարտը։ Այս հայտարարությունը արել է Փաշինյանը այսօր Հայաստանի Հանրապետության խորհրդարանում։ Կրկին հետ գնանք Միքայլով եւ կրկին ասեմ այն, թե ռուսները ինչպես են փորձում հիմա իրենց քիթը կոխել, խոթել, ավելի ճիշտ, Հարավային Կովկաս։ Հասկանալու համար սա կարևոր է նշել, թե ինչ հանդիպում է այսօր տեղի ունեցել Մոսկվայում Հական Ֆիդանի, արտգործնախարարի եւ Ռուսաստանի արտգործնախարարի Սերգեյ Լավրովի միջև։ Այլ հարցերի շարքում Ուկրաինա եւ այլն, դա մեզ քիչ համեմատաբար վերաբերվում, Թուրքերի հետ ռուսները քննարկել են Հայաստանին վերաբերվող հարցեր, հայ-ադրբեջանական կարգավորմանը վերաբերվող հարցեր, Հարավային Կովկասին վերաբերվող հարցեր, 3+3-ի մասին են խոսել։ Այսինքն հիմա էլ ռուսները փորձում են թուրքերի միջոցով մտնել Հարավային Կովկաս, թուրքերի հետ պայմանավորվել հայերի հաշվին։ Եվ հիմա հարց բոլոր նրանց, ովքեր որ ասում են, թե Նիկոլ Փաշինյանը թրքահպատակ է, հարց։ Ուզում էի վիրավորել, բայց չեմ վիրավորի։ Միթե Նիկոլ Փաշինյանը չի հասկանում, որ միշտ Ռուսաստանի Դաշնությունը թուրքերի հետ պայմանավորվել է մեր մեջքի հետևում։ Եվ բնականաբար միշտ Ռուսաստանի պայմանավորվածություններին օգնել են ներսի ռուսահպատակ ուժերը։
ռուսահպատակ այդ ուժերը միշտ Կրեմլի քաղաքականությունն իրականացրել Հայաստանում, ներս բերելով հենց այդ Թուրքին, ռուսների հրահանգով, պայքարելով իբր Թուրքի դեմ, իրանք են եղել առաջինը, երբ որ ովքեր որ դարպասներ են բացել թուրքերի առջև։ Կարող են վերել բազմաթիվ պատմական փաստեր։ Եվ հիմա կրկնվում է պատմությունը մի փոքր այլ ձևով, քանի որ չեմ կարծում, որ Թուրքիան այդքան հիմար է, հիմա այդքան բան նրանք էլ տեսնելով ռուսներից կրկին հիմար է ռուսների հետ պայմանավորվել, եկուցե Հայաստանից էլի մի համով պատարպոկել, բայց կրկին Ռուսաստանին բերել տարածաշրջան։ Ես կարծում եմ, որ այս պահի դրությամբ Թուրքիայի շահից չի բախում կորցնել Ադրբեջանը։ Իսկ տարածաշրջան բերելով թեկուց հայերի հաշվին ստանալով ինչ որ բաներ, ինքը կարող է կորցնել նաև Ադրբեջանը։ Բայց ռուսները ուրիշ հնար ու ճար չունենալով, կրկնեմ, ահա այդպիսի բանակցություններ են վարում թուրքերի հետ եւ ցանկանում են թուրքերի միջոցով մտնել հարավային Կովկաս։ Դեռ 2 տարի առաջ, շատ ժամանակ չի անցել, հիշում ենք այն հայտարարությունները Ռուսաստանի Դաշնությունից, կոնկրետ եղել են այդպիսի հայտարարություններ, որ եթե Ռուսաստանի Դաշնությունը հեռանալու է հարավային Կովկասից, շատ ավելի նախընտրելի է, որ իրեն փոխարինի Թուրքիան, եւ ոչ թե Ամերիկայի Միացյալ Նահանգները կամ Եվրամիությունը։ Այն ասում ռուսները, չէ՞։ Ու ես նաև չեմ բացառում, որ ներքին կարգով թուրքերի հետ քննարկումներ անելով կրկին նույն առաջարկն են անում իրենք թուրքերին, որ արիք Հայաստանի մասով պայմանավորվենք, մի մասը դուք վերահսկեք, մի մասը մենք, Ադրբեջանի մասով կարծես թե արդեն պայմանավորվել են, բայց Թուրքիան միանշանակ մտահոգություններ եւ մտավախություններ ունի։ Եվ դրանից բացի Թուրքիան շատ լավ հասկանում է, որ Թրամփը Բայդեն չէ։ Թրամփի գալով իշխանության Թուրքիայի քաղաքականությունը, արտաքին քաղաքականությունը կտրուկ փոփոխություն կրեց։ Եթե 2 տարի առաջ մենք քննարկում էինք, որ Թուրքիան Չինաստանի հետ խաղեր է տալիս եւ կարող է չինական աշխարհի եւ չինական քաղաքականության մաս կազմել Ռուսաստանի հետ միասին, ապա այսօր Թուրքիան ավելի շատ խաղում է արևմտյան դաշտում։ Ահա այսքան ամեն ինչ խառն է, բայց մենք տվյալ պարագայում խոսում ենք ռուսների առաջարկների մասին, ռուսների քննարկումների մասին, եւ թե ինչպես այդ ամենը կարող է անդրադառնալ Հայաստանի ներքաղաքական կյանքին։ Հայաստանի ներսում ընդդիմադիր կոչվածներին իրականում ռուսական ուժերին, ռուսական գործակալական ցանցին իրենք հակաթրքական լոզունգներով են սնուցում։ Հետո այդ հակաթրքական լոզունգները մեծ չափաբաժինով ստանում է հայ հասարակությունը։ Իսկ իրենք թուրքերի հետ այսպիսի պայմանավորվածություններ են փորձում ձեռք բերել, բանակցում են։ Ու սա է ցավոք սերտի իրականությունը։ Ու հաշվի առնելով այս ամենը, Հայաստանի իշխանությունները նաև տեսան, թե ինչ տեղի ունեցավ ընտրություններից առաջ, ընտրությունների ժամանակ եւ ինչ է տեղի ունենում նաև հիմա, դիմում է կտրուկ վճռական քայլերի։ Կարծում եմ դա է հուշում նաև Հայաստանի իշխանություններին Եվրամիությունը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Իրենք դատարկ տեղը միլիարդավոր ներդրումներ դժվար թե իրականացնեն Հայաստանում։ Դժվար թե Ամերիկայի Միացյալ Նահանգները առանց երաշխիքի այդպիսի կարևոր փաստաթղթեր ստորագրեր Հայաստանի հետ, հարստական բանականության չիպեր բերեր Հայաստան եւ TRIPS ծրագրի վերաբերյալ այդպիսի կարևոր փաստաթղթեր ստորագրեր կամ փորձեր օգոստոսի 8-ով կարգավորել հայ-ադրբեջանական կոնֆլիկտը։ Եվ բոլոր նրանք, ովքեր որ պնդում են, թե Թրամփի կարիերայի ավարտով, քաղաքական կարիերայի ավարտով Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքականությունը փոփոխություն է կրելու հարավային Կովկասում, նրանք չարաչար սխալվում են։ Այդ քաղաքականությունը դեռևս երևում էր։ Այդ քաղաքականությանը մենք ականատես ենք եղել դեռ Բայդենի իշխանության օրոք։ Շատ կարևոր աջակցություն Հայաստանին։ Իսկ հիմա ինչ որ տեղի ունենում, սա ամերիկյան քաղաքականության հերթական փուլն է։ Մեկ անգամ չէ որ ասել եմ, մեր տարածաշրջանով Ամերիկայի Միացյալ Նահանգները մտնում են կենտրոնական Ասիա։ Չափազանց կարևոր ուղղություն է դառնում Հայաստանը եւ Թուրքիան։ Հայաստանը այս պահի դրությամբ շատ եվրոպական երկրների շատ ավելի կարևոր արժեք է ստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների համար։ Դրա համար աշխարհի 5 երկրների շարքին է դասվել Հայաստանը, որտեղ որ կան այդպիսի կարևոր արհեստական բանականության չիպեր։ Այսքանը Հայաստանի մասով։
ուղղակի մեկ նախադասությամբ կրկին ամփոփեմ։ Հայաստանը այլևս նախկինը չէ, չնայած որ իշխանությունները նախկինն են, բայց Հայաստանը այլևս ունի նոր արտաքին քաղաքականություն եւ նոր ներքին իրողություններ։ Դրա համար Հայաստանի դեմ օտար երկրների քաղաքականություն իրականացնող կուսակցությունները եւ անհատները պետք է Հայաստանից ավելի շատ վախենան, քան նույն Վլադիմիր Պուտինից։ Հիմա սիրելի հայրենակիցներ, ձեր թույլտվությամբ անցնենք միջազգային կարևոր հարցերի։ Իրանի արտգործ նախարար Աբբաս Արաքչին առաջին մեկնաբանություններն է տվել Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ ստորագրված փաստաթղթին, որը որ ստորագրվել է on-line ռեժիմով եւ ուրբաթ օրը արդեն Շվեյցարիայում պետք է ստորագրվի Գալի Բաֆի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսի կողմից։ Աբբաս Արաքչիի խոսքերով 3 առավոտվանից պատերազմը պաշտոնապես ավարտվել է բոլոր ճակատներում, բայց Իսրայելի յուրաքանչյուր հարձակում Լիբանանի վրա համաձայնության խախտում կլինի։ Ահա այս հայտարարությունը չափազանց կարևոր է, քանի որ Իսրայելից հայտարարում են, որ իրենք շարունակելու են հարձակումը Լիբանանի վրա եւ իրենց հարվածները։ Իսրայելը խնդրել է պայմանավորվածության կետերը Ամերիկայի Միացյալ Նահանգներից, բայց չի ստացել պատասխան։ Իսրայելը տեղյակ չէ, թե ինչ կետեր են բանակցել Միացյալ Նահանգները եւ Իրանը։ Դերևս այդ կետերը չեն հրապարակված։ Տարբեր փորձագետներ, տարբեր կարծիքներ են հայտնում, շատերը համոզված են, որ այս խաղաղությունը երկար չի ձգվի եւ անպայման պատերազմ է լինելու։ Ես չեմ կարող այդպիսի գնահատականներ տալ եւ չեմ ցանկանում միանշանակ առաջ ընկնել։ Բայց այն, որ Իսրայելը խախտելու է Լիբանանում հրադադարը, ես գրեթե համոզված եմ։ Եվ Դոնալդ Թրամփն էլ այս մասով բավականին լուրջ մտահոգություններ ունի։ Նոր հայտարարությամբ է նա հանդես եկել, ասելով, որ Նետանյահուն պետք է ավելի պատասխանատու լինի Լիբանանի հարցում։ Թրամփը G7-ին նաև հայտարարել է, որ Իրանը արդեն գնում է երկրորդ պլան, այսինքն Իրանի հարցը, եւ հիմա ժամանակն է կենտրոնանալ ուկրաինական պատերազմի վրա եւ կարգավորել պատերազմը Ուկրաինայի շուրջ։ Նա նաև խոսել է այն մասին, որ կարող է նոր պատժամիջոցներ մտցվեն Ռուսաստանի Դաշնության նկատմամբ եւ հին պատժամիջոցները նավթի մասով վերականգնվել են, քանի որ Հորմուզի նեղուցը հիմա բացվում է, եւ Թրամփը կարող է ուղղակի վերականգնել պատժամիջոցները Պուտինի դեմ, Ռուսաստանի Դաշնության դեմ։ Եթե Ռուսաստանը հիմա շատ արագ չգնա գործարքի, քանի որ մեծ կորուստներ է կրում Ռուսաստանը եւ Ուկրաինան։ Եվ Թրամփը հստակ հայտարարել է այս անգամ, կարևոր է, որ ոչ թե Ուկրաինային է կոչ արել, այլ ասում է Ռուսաստանը պետք է գնա գործարքի։ Միջայլոց կարճատև հանդիպում այնուամենայնիվ տեղի ունեցավ Զելենսկի եւ Թրամփի միջև։ Զելենսկին բացելով փակագծերը ասում է, որ մեր ամենակարևոր հարցը օդային պաշտպանությունն է եւ ահա այդ հարցով կրկին իրենք դիմել են Թրամփին օգնության խնդրանքով։ Զելենսկին նաև հայտարարել է, որ ինքը չի գնալու Մոսկվա Պուտինի հետ հանդիպելու, քանի որ քիչ առաջ Մոսկվայից հրավիրում էին Զելենսկիին գնալ Մոսկվա պայմանավորվածությունների համար։ Նա ասում է, որ ես այս խաղերը չեմ խաղում, Պուտինը դեռ չի ցանկանում ավարտել այս պատերազմը, եւ մենք կարող ենք հանդիպել Թուրքիայում, Շվեյցարիայում կամ Մերձավոր Արևելքում։ Ու սա շատ հստակ կարևոր ուղերձ է ուղղված Ռուսաստանի Դաշնությանը։ Այսօր արդեն ասացի, որ Ուկրաինայի դրոնները եւ հրթիռները շատ հեռահար են դարձել այսօրվա հարվածը Մոսկվայի շրջանում նավթի արտադրման գործարանին, նավթի վերամշակման գործարանին շատ լուրջ եւ ցավոտ հարված էր Ռուսաստանի համար, եւ դա պատասխաններ Կիևի վրա երեկվա հարձակմանը։ Զելենսկին մեկ հետաքրքիր եւ շատ կարեւոր հայտարարությամբ եւս հանդես է եկել։ Նա ասում է, որ Ռուսաստանը պետք է գիտենա, որ իրենք շատ դաժան ձմեր են ունեցել եւ իրենց ձմերը նույնպես թեթև չի լինելու։ Սա շատ լուրջ ակնարկ է Ռուսաստանի Դաշնությանը, որ եթե դուք հիմա չգնաք պատերազմի ավարտին, ապա շատ ցավոտ եւ դաժան ձմեր է ձեզ սպասելու։ Հաշվի առնելով ուկրաինական դրոների եւ հրթիռների նոր հնարավորությունները, մենք բոլորս պատկերացնում ենք, թե ինչպիսի ձմեր կարող է դառնալ գալող ձմերը Ռուսաստանի Դաշնության համար։ Եվ վերջում մեկ կարևոր
լուր, որի մասին որ տեղի կանում ենք Fox News-ից, հաստատի Թրամփի ծննդյան օրը, որտեղ որ ծննդյան օրը Սպիտակ տանը, որ ինքը UFC-ի մրցում էր կազմակերպվել, շատ լուրջ հարձակում էր պատրաստում Սպիտակ տան վրա, դրոնային հարձակում, 5 հոգի արդեն ձերբակալված են եւ պլանավորվում էր եւ 23 հոգով փաստացի պլանավորում էին դրոնների միջոցով պայթուցիկներ գցել այդ միջոցառման ժամանակ մեծ տագնապի եւ վախի մթնոլորտ ստեղծելով, որպեսզի այնտեղ կրակոցներ սկսեին, խառնաշփոթ եւ դրանից հետո պատրաստվում էին շատ արագ հարձակվել նաեւ Սպիտակ տան դարպասների վրա, փորձել մտնել Սպիտակ տուն։ Բարեբախտաբար Ամերիկայի Միացյալ Նահանգների հատուկ ծառայությունները կարողացել են իմանալ այդ մասին, տեղեկացել են եւ կարողացել են չեզոքացնել այդ ծրագիրը։ Այդ մասին Ամերիկայի Միացյալ Նահանգների հատուկ ծառայությունները տեղեկացել են, իմացել են հունիսի 10-ին։ Շատ հետաքրքիր միջայլոց տեղեկություն է, ես կարծում եմ, որ սրա մասին դեռևս շատ կխոսվի, թե ինչ էր սա, ովքեր էին դրանք, ինչ խումբեր եւ իրականում ինչ էր պատրաստվում անել։ Հիմնականում այսքանը սիրելի հայրենակիցներ, հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։